Սիրելիս, մտա կենթանիների խանութ Բրյուսի համար բաճկոն վերցնելու։ Ուշադիր եղիր ծանրոցիս, այն ամեն րոպե կարող է հասնել, հաջող։ Ողջույն Վինի, ինչ-որ բանի թե անվճար Wi-Fi համար ես եկել։ Անվճար Wi-Fi-ի համար։ Եվ նրա։ Կներես, Սթիվեն։ Ոչինչ, ընկերս։ Օ, մեծ ձգտորսություն է սպասվում։ Հուսամ շատ զուգ կբռնես։ Դե իհարկե, Սթիվո, պարզապես սպասում եմ իմ կարթին։ Խայտ 3000, դրանով ով չի բռնվի։ Ընտիր։ Անշուշտ, հուսամ շուտ կհասնի։ Ինձ անծանոթ հեռախոսահամար է։ Վինի Մանկուսո շների սիրահար եւ տարածաշրջանային կենտրոնի ծառայությունների համակարգող աշխատասեր Վինին արժանի է հանգստի պարզ կապույտ ջրով եւ նոր որսած կարմրախայտով, բայց աշխարհում որտեղ յուրաքանչյուրը կարող է թիրախ դառնալ, ինչ կլինի եթե Վինին կուլ տա խայծը։ Անունս Էվա Էլդորադո է եւ ես աշխարհի լավագույն կիբեր հետախույզն եմ։ Այսօրվա գործը ներառում է մի քիչ կարթ, մի քիչ թել ու մի քիչ մեծ խաբեություն։ Ես սա անվանում եմ Ֆիշինգ ֆիասկոյի գործը։ Ֆիշինգ, խարդախության տեսակ, երբ հեղինակավոր ընկերությունների անունից ուղարկվում են էլեկտրոնային նամակներ կամ այլ հաղորդագրություններ, որպեսզի խաբեն զոհերին, ստիպեն վճարել գումար, տրամադրել գաղտնի տվյալներ կամ ներբեռնել վնասակար ծրագրեր։ Դու փաթեթ ուշացել։ Օ, ոչ, որ այսօր ստանալ պետք է սեղմել այստեղ հենց հիմա։ Լավ։ Կիբեր հանցագործության մութ աշխարհում հուշումներն անվանում ենք դրոշներ։ Եվ միակով տեսավ այս դրոշները Վաքս անունով մի կրյա էր։ Եթե Վինին մի պահ մտածեր, կհասկանար, որ այս հաղորդագրությունը ավելի շատ կարմիր դրոշներ ունի, քան Նեբրասկայի մրցարշավարանը։ Տարօրինակ հեռախոսահամարը, սխալ քերականությունը, հրատապությունը եւ հղումը առանց ուղարկողին նույնականացնելու հստակ նշանների։ Վաքսը կկարողանա Վինիին փրկել, թե Վինին կուլ կտա խայծը։ Եվ կդառնա օրվա որսը։ Ուր էիր դու գնում այդքան արագ։ Օ, ոչ, Վինի։ Ինչ արեցիր։ Ինչ նկատի ունես, ես ոչինչ չեմ արել, պարզապես ստուգում էի կարգավիճակը։ Սեղմեցիր ֆիշինգային հղման վրա։ Ֆիշինգ? Ես իմ ձգնորսական գայքերից ոչ մեկի վրա չեմ սեղմել։ Ոչ, Վինի, այդպիսի ձգնորսություն չէ, արդեն խաբեություն ֆիշինգ։ Երևի ինչ-որ կիբեր հարցակում ես հրահրել։ Ես դա իմացել եմ իմ ցերեկային ծրագրի կիբերանվտանգության դասընթացից։ Ձեր սեմինարը սովորեցրել է հետ մղել կիբերհարցակումը։ Ոչ, բայց ես գիտեմ ում զանգեմ։ Այս խաբեբաները շատ հմուտ են, բայց ոչ ինձ նման։ Լավ է, որ զանգահարեցիք ինձ տղաներ։ Ձեր համակարգին բոլորովին վնաս չի հասցվել։ Տեղեկացրել եմ ձեր բանկին եւ համապատասխան մարմիններին։ Տեղադրել եմ կիբերանվտանգության համակարգ վնասակար ծրագրերի դեմ։ Վնասակար ծրագիր? Ինչ է դա։ Այն, ինչն առաջացրել է այս խառնաշփոթը։ Վնասակար ծրագիրն օգտագործում են կիբերհանցագործները գաղտնի տեղեկություններ գողանալու, գործողությունները խափանելու կամ փրկագին պահանջելու համար։ Երբեք մի սեղմեք անծանոթ հղումները։ Ֆիշինգային խաբեությունները գողանում են գաղտնաբառեր, բանկային տվյալներ, նույնիսկ ձեր ինքնությունը։ Դու ես ինձ սովորեցրել։ Ապրես տղաս։ Հիմա հասկացա։ Կենտրոնացիր, ուշադիր եղիր եւ լավ մտածիր նախքան անծանոթ համարներից հղումներ սեղմելը։ Զգույշ եղեք, որ չզղջաք, ինչպես այս բաճկոնով։ Չէ, Բրյուսի։ Սպասի։ Վինին հասկացավ, որ յուրաքանչյուրը կարող է կիբերհանցագործության զոհ դառնալ։ Միշտ մտածեք նախքան սեղմելը։ Երբ անսպասելի հաղորդագրություն եք ստանում, ուշադրություն դարձրեք նշաններին։ Ծանոթ է ուղարկողը։ Սխալ քերականությամբ չի գրում, հղումը կասկածելի չէ։ Հրատապության զգացում է առաջացնում։ Միշտ կրկնակի ստուգեք հաղորդագրությունը մուտք գործելով պաշտոնական կայք։ Եվ եթե սխալվում եք, արագ արձագանքեք։ Փոխեք գաղտնաբառը, կապվեք բանկի հետ եւ խարդախության մասին հաղորդում ներկայացրեք։ Եթե ձեր խնամակալության տակ եղած անձը խաբեության զոհ է դարձել, խրախուսեք նրան խոսել վստահելի մեկի կամ ձեզ հետ։ Հայտնեք, եթե դեպքը կասկածելի է թվում, ինչքան շատ աչք, այնքան լավ։ Եթե որևէ հարց ունեք, դիմեք տարածաշրջանային կենտրոնին կամ ձեր վստահելի գործընկերներին։
Եվ հիշեք, որ պարտադիր չէ լինել աշխարհի լավագույն կիբերհետախույզը կիբերհանցագործությունների նշանները նկատելու համար։